Աշխարհում ամենից շատը 52.4 միլիոն միգրանտ ունեցող Միացյալ Նահանգները գործի է դրել այսպես կոչված միգրացիոն մահակը։ Փողոցային պայքարն արդեն դուրս է եկել Կալիֆոռնիայի սահմաններից, հասնելով բազմաթիվ նահանգների խոշոր քաղաքներ։ Լոս Անջելեսում իրավիճակն անկառավարելի է։ Սա մեր քաղաքն է, ժամանակին Մեքսիկայի տարածք է եղել, դուք չեք կարող դուրս շպրտել մեզ մեր իսկ հողից։ Ազգային գվարդիան ուղարկել են մեր դեմ, որովհետև չունենք նախագահ, որը կարողանում է ղեկավարել։ Կալիֆոռնիայում օրեր շարունակվող անկարգությունները Միացյալ Նահանգների իշխանությունը խռովություն է որակել օրենքի ու ինքնիշխանության դեմ։ Անցած գիշերը սարսափելի էր, դրա նախորդը նույնպես։ Մարդիկ ծանր ու հսկա մուղջերով ավերում ու կոտրում են բետոնն ու եզրաքարերը։ Այնուհետև դրանք օգտագործում կամուրջներն ու շենքերը վնասելու համար։ Քարերը նետում են ոստիկանների ու նրանց մեքենաների վրա։ Մենք պետք է դադարեցնենք սա ու բանտ նստեցնենք նրանց։ Եթե հիմա չգործենք, Լոս Անջելեսը կրակի կմատնվի, ինչպես եղել է ամիսներ առաջ։ Սա իրականացնում են վատ մարդիկ, որոնց վճարել են։ Նրանք ոչ թե մարդիկ են, այլ կենդանիներ։ Ապօրինի միգրանտների զանգվածային վտարման դեմ ակցիաներն ուղեկցվում են բախումներով։ Միայն մեկ օրում բերման է ենթարկվել մոտ 200 մարդ, բախումների հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժել, մեծ վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Քաոսային վիճակում համատարած թալան է սկսվել։ Տեղային արտակարգ դրություն եմ հայտարարելու Լոս Անջելեսի դաունթաունում պարետային ժամ եմ սահմանել։ Սահմանափակումների նպատակը վանդալիզմն ու թալանը դադարեցնելն է։ Ահռելի վնաս է հասցվել մասնավոր սեկտորին։ Պարետային ժամը խախտողները բերման կենթարկվեն։ Կալիֆոռնիայի նահանգապետը հայտնել է, որ նախագահը պատերազմ է հայտարարել մշակույթին, պատմությանը, գիտությանը և քաղաքացիներին պայքարի կոչ է արել։ Կալիֆոռնիայի համար միգրացիոն վերահսկողության հարցը նորություն չէ, սակայն քրեական լուրջ անցյալ ունեցող անօրինական միգրանտների վրա կենտրոնանալու փոխարեն, որոնց նկատմամբ արտաքսման վերջնական որոշում է կայացվել, այս վարչակազմն առաջ է տանում զանգվածային դեպորտացիայի քաղաքականությունը։ Նրանք չեն տարանջատում աշխատասեր ներգաղթյալներին։ Նահանգապետը Թրամփին մեղադրել է ավտորիտարիզմի համար և դատական հայց է ներկայացրել նրա դեմ։ Միացյալ Նահանգների նախագահը վճռական է տրամադրված։ Թրամփը հայտարարել է, որ ցուցարարները հպարտությամբ են բարձրացնում այլ երկրների դրոշները, իսկ ամերիկյանը հրկիզում։ Խիստ դատապարտելով ազգային խորհրդանիշերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, Սպիտակ տան ղեկավարն առաջարկել է 1 տարով ազատազրկել ամերիկյան դրոշը հրի մատնողներին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։